Փառք Աստծուն այսօրվա համար, իրոք մենք եկել ենք Աստծո առաջ շատ ժամանակ չենք պատկերացնում, ինչքան կարևոր է այս օրը, որ մենք Տիրոջ առաջ ենք։ Իրականության մեջ որ մտածում ես, տեսնում ես հենց Աստված Տեր Հիսուսը ինչքան հզոր անձնավորություն է, օրինակ Տեր Հիսուսը ինչքան մեծ է։ Մենք շատ ժամանակ Հիսուս ենք ասում, ես համար արդեն երկար ժամանակի պատճառով, որ Հիսուս Քրիստոս ենք ասել, այս անունը դարձել է կարծես հասարակ անուն, բայց հասարակ չի։ Ուշադրություն դարձեք, այդպիսի մեկը չկա, որ քեզ ամեն դժվարություններից ազատի։ Ոնց ինչպիսի մեկն է, որ կարող է ազատի քեզ։ Քո տրտմությունից, քո մեղքերից, քո դատաստանից, մահից, սատանայից, ինչպիսի մեկն է այս Հիսուսը։ Ժողովուրդը զարմանում են, ասում են, այ մարդ, այս ինչպիսի մեկն է, որ քույրի աշկել բացեց։ Այսով է, բայց մենք ավելին գիտենք։ Ոչ թե միայն քույրի աշկ բացեց, մահից է ազատում, այս ինչպիսի մեկն է, ինչպիսի մեծ մեկն է, հզոր մեկն է։ Բայց մեզ համար շատ ժամանակ հասարակ է թվում, որ եկել ենք այս անձնավորության առջև, և ինքը մեզ հետ է, ներկա է։ Ուրեմն ուզում եմ մի իրականության մասին խոսեմ, որ մենք հաճախակի խաբված ենք, մեր մասին ունենք որևէ կարծիք, բայց իրականությանը չի համընկնում։ Մենք պետք է նայենք իրականության հետ ինչ է։ Շատ ժամանակ ես իմ մասին ինչ եմ մտածում, դա կարևոր չի։ Կարևոր սա է, որ պետք է դնես իրականության, ճշմարտության առջև քո կարծիք և տեսնես իրոք ինչ որ իմ մասին կարծում եմ, դա եմ կամ այն եմ, թե ոչ։ Բայց ճշմարտությունը գիտենք, Աստծո հայտնությունն է, Աստծո խոսքը հայտնություն է ինքն իրենով։ Աստծո խոսքի առաջ դնենք։ Եթե մենք գալիս ենք Աստծո խոսքի առաջ, մենք չեմ ասում, Տերը ինքն էլ դες բան չի սիրում, որ մենք կույր ձևով ասենք ամեն հա։ Ամեն ինչին Տերը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք քննենք, մտածենք և հասկացողությամբ ընդունենք։ Շատ ժամանակ չարախոսում են, չէ՞ քրիստոնյաներն ասում են, մարդիկ գնում են ռոբոտի նման ընդունում են։ Լույսը տեսնեն էլ, կա, բայց դա լավ չի, որ ռոբոտի նման ընդունեն, ինչ լսում են։ Այդպիսիները հետագայում կարող ոնց ընդունեն, այդպես էլ թողեն։ Չհաստատվեն իրենց լսած ճշմարտության մեջ։ Բայց հաստատվելու այդ սեփականացնելու համար մարդը պետք է քննի և հասկանալով ընդունի Աստծո ճշմարտությունը։ Եթե ես իմ մասին կարծիք ունեմ, բայց Աստծո խոսք կա այդ թեմայով գրված, ասված, ոչ թե շուտ ընդունեմ, այլ ես պետք է քննեմ, հասկանամ և դա համեմատեմ իմ ունեցած կարծիքի հետ և տեսնեմ ինչքանով եմ շեղված, գուցե արդեն պատրաստ եմ ճիշտ այդ հայտնության խոսքի պես եմ, այդ մարդն եմ, որը որ Աստված ասել այսպես եղեք։ Շատ լավ է, բայց մենք պետք է քննենք, գուցե այդպես չէ։ Շատ մարդիկ իրեն թե իրենք օրինակ ազատ են, դժվարություն չունեն։ Ես տեսել եմ, ասենք ինչ-որ մարդիկ էլի, որոնք դատապարտված են, ազատ չեն, հայերեն ասած ազատազրկված են։ Մեկը կամերայում ասենք են փոքր տեղում ազատազրկված, երկար ժամանակ պահում են այնտեղ։ Մյուսը ասենք զոնայում է։ Զոնայում եղող իրեն համարում է ազատ, որտեղ իրան մեկի հետ համեմատվում է ազատ, բայց իրականության մեջ ազատ չի։ Հիշում եմ մեկը, որ իր ինչ-որ գործով պահված էր այդ փոքր խցում, 6 ամիս էր, 7 ամիս էր, պահված մեկ էլ ասում էր, ինչ այ մարդ, մի բան արեք, դուս կամ ազատություն, այսինքն ինքը հասկանում է, որ գնա զոնա։ Ոչ թե դուրս գա,
կալանքից ազատվի, այլ գնամ, թե ազատություն այն մարդ քայլում է, սլում է, բայց իրար ասած ազատությունը ազատություն չի, ուղղակի մի քիչ լեն տեղա։ Եվ իրեն համարում է ազատ այնտեղ, բայց իրականության մեջ ազատված չի, ազատ չի։ Այդպես էլ հաճախակի դա տեղափոխում է մեր կյանքի մեջ։ Մենք կարծում ենք ազատ ենք։ Բայց երբ որ փաստը գալիս է, մենք տեսնում ենք, չէ, որ ազատ չեմ։ Երբ որ նոր է ապաշխարել, ինձ ազատ է կարծում, մինչև այդ։ Հետո որ Աստծո խոսք լսեցի, ուզում եմ լինել այնպես ինչպիսին, որ Տիրոջ խոսքն է ներկայացնում, զգացի, որ ազատ չեմ։ Ամոթ, ես ինչ անտեսանելի կապանք է ինձ կապել։ Ազատ չեմ, գերի եմ։ Մինչև այդ գիտեի, թե ինչ ուզեմ կանեմ, ինչ չեմ ուզի չեմ անի։ Բայց երբ որ եկա Աստծո առաջ, պարզվեց, որ այդպես չի, որ ինչ ուզեմ անեմ, ինչ էլ չուզեմ չեմ անի։ Բաներ կա, որ ուզում եմ անեմ, չեմ կանում, բաներ կա, որ ուզում եմ չանել, այդ էլ չեմ կանում։ Այմատ, նմանեցի, ոնց որ իմ աչքիս առաջ մի բան կա։ Մենք մեզ կապվածներս ազատ ենք զգում, երբ որ մեր տեղից չենք շարժվում։ Ասենք ոտքից կապ է գցած, ասենց ասած տրոս է գցած։ Կապած է տրոսով։ 5 մետրանոց տրոս է։ Կամ մեջքից է գցած։ Կապել են ինձ, ասենք, օրինակ այդ տրոսով, մի 5 մետրանոց տրոս են գցել։ Քանի նստած եմ, սենց եմ անում, ինձ ազատ եմ զգում։ Բայց երբ որ ուզում են ինչ-որ տարածք հեռանալ, 6 մետր ենքով գնալ, զգում չեմ կանում։ Կապված եմ փաստորեն, ես էլ գիտեի ազատ եմ նստած տեղից, մի քիչ օղակը թույլ է գցած, ես գիտեմ թե ազատ եմ, չի սխմում հələ որ, բայց որ ուզում եմ հեռանալ, բռնում է ինձ։ Քաշում է ոտքս, մեջքս քաշում է։ Այդպես շատեր հոգևոր այո կապանքներ ունենք, բայց չեն զգում որ կապված են, գիտեք թե ազատ մարդիկ ենք։ Բայց երբ որ գալիս ենք լույսի առաջ է որ Տերը ասում է, ցույց է տալիս լույսը, դու ազատ չես, կապված ես, եւ ես ուզում եմ մի հատված կարդալ Հովհաննես 8-րդ գլխից, մարդիկ խոսում են Տեր Հիսուսի հետ, Հովհաննես 8-ի 31-րդ մասից մինչև 36-ը։ Տերը այսպիսի հայտարարություն ունի, եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Եվ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Կարծես թե այս խոսքը հպարտ մեկի խոսք է երևում։ Եթե իմ խոսքերը պահեք, հաճախակի մենք Աստծո խոսքերը ասում ենք, որ ասենք Աստծո խոսք, մարդիկ չեն հասկանում ինչ է։ Բայց ասում եմ այն խոսքը, որ ես ավետարանից խոսում եմ, եթե դու ընդունես կբժշկես, եթե դու ընդունես կազատվես, եթե դու ընդունես կփրկվես։ Մարդիկ մտածում են, ինչի տեղադրե իմ բերանի խոսքով դու կփրկվես։ Դա համար հաճախակի ստիպված ես մարդկանց, որ մարդու հպարտի տեղ չդնեն, ասենք ինքնավստահի տեղ չդնեն, ասում եմ այն խոսքը, որ ես պիտի խոսեմ իմը չի, Աստծո խոսքը, ավետարանի խոսքը, որ ուզում եմ քո օգուտի համար խոսել։ Քեզ ասել, որ դու օգնություն ստանաս, ասենք օգտվես, փրկվես, բայց մարդիկ էլի չեն հավատում, որ դա ճիշտ է ասված։ Հիսուսի չէին հավատում, բայց մեն տարբերություն չկար, Հիսուսի խոսքերն եմ ասում։ Մովսես խոսում է, մարդիկ հավաքարակում էին, ասում են Աստված ասում է Մովսես ոչ թե քեզ են հակառակում, այլ ինձ։ Որտեղ իմ ասածին են հակառակում, դե քո մտքերը չի, շատ էլ ասենք Մովսեսը կրկնում է Աստծո խոսքը, բայց Մովսեսի միտքը չի, թե Մովսեսը հասկացել է դա ինչ է նշանակում, որ ասում Մովսեսի միտքը չի նշանակում, Մովսեսը ռոբոտին ման կրկնում է, չէ, հասկանալով է կրկնում, բայց իր խոսքերը չեն։ Դրանց շատ ժամանակ Աստծո ծառաները։ Եվ ինչ է ասում Տերը շարունակության մեջ։ 32-ից շարունակում եւ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Պատասխանեցի նրան. մենք Աբրահամի զավակ ենք եւ ոչ ոքի երբեք չենք ծառայել։ Դու ինչպես ես ասում թե ազատ կլինեք, ասեք չեք հավատում քո ասածը։
ազատ մարդիկ ենք, մանավանդ Աբրահամի զավակ ենք, Աստծո ծառայի զավակ ենք, Աստծո մարդու սերունդ ենք, դե ոնց ասեմ ազատ կլինեք, մենք ոչ մեկի չենք ծառայել, բայց իրականության մեջ տերները եղածները շատ է ծառայության մեջ, ես տան մոտ ծառա են, որը ստում են, ինչպես ասում թե ազատ կլինեք, Հիսուս պատասխանեց նրանց, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ամեն ով մեղք է գործում, մեղքի ծառայել, ծառան հավիտյան չի կենում տան մեջ, որդին կենում է հավիտյան, ուրեմն եթե որդին ազատ է ձեզ, իրավի ազատ կլինեք, շեցին հետո վիճել Հիսուսի հետ, դու քեզ ում տեղ ես դրել, ինչեր ես խոսում, եթե որդի ասում, ես ազատ եմ, ազատ կլինես, տեսնում են Հիսուսի շատերը իրենց հավասար, կամ էլ իրանցից էլ փոքր, որտեղ Հիսուսը 33 տարեկան չափ էր, 30-33-ից չափ էր, իրանք 50-60-70 տարեկան մարդիկ են, լես ես ջահելին նայես, երեխուն նայ եկել են, մեզ ինչ ասում, ես կարամ ձեզ ազատ եմ, դուք ազատ չեք, ես կոմ, են կոմ, չէին նայում իրականությանը, նայում են երևույթի, դրա համար Հիսուս ասում է աշկի երևույթով մի դատեք, մի չափեք, այլ ճշմարտությամբ նայեք այդ խոսքը, դուք գերի եք, բայց խաբար չեք, ձեզ ազատի տեղ եք դրի, ոչ մեկի չեք ծառայ, Հիսուսը մի հատ բացահայտում է ասում, ով մեղք է գործում, մեղքի ծառայ, մի հատ նայ դու մեղք չես գործել, եթե գործել ես, էլ ինչ ազատության մասին ես խոսում, ավելի մեծ գերող կա մարդուն, այդ մարդուն մեղանչողին, քան թե մեկը կալանքի վայրում լինի, քան որ մարդիկ են, դրա համար սա է կամ ինչպիսի մեկն է սա, որ այսպիսի բաներ է խոսում, եթե ես ձեզ ազատեմ, իրավի ազատ կլինեք, բայց թեման սա էր, որ մեղք է գործում, մեղքի ծառա է, բայց եթե շարակում է, թեկուզ ասում է, ծառան չի կարող տան մեջ մնալ, ասում չի կարող երկին գնալ, չի կարող Աստծո տան մեջ մնալ, մեկ ազատող գոյություն ունի, Հիսուս Քրիստոսը, եթե ազատի ձեզ, տուն կգնաք, երկին կգնաք, եթե չէ, այնտեղ ոչ մեկ չի հասնի, ասիկն ոչ մի ուժ, հարուստները չեն, որ պետք է երկինք մտնեն, հարստությունը չի ազատի, Տերը պարզաս, մենակ ինքն է, որ ազատի մարդ ազատ կնի, հարստությունով մարդ չի կարող ազատվի մեղքի կապանքից, սատանայի կապանքից, Սատանան կապել է, մարդուն թվում է ազատ է, ուզում է մի տեղ գնալ հեռանալ, տեսնում է ինչ արգելքներ կան, մեկ ասում է, այ աղբեր ջան, ես տես չեմ էլ է, գրքեր եմ կարդացել, գիտեք ինչքան գիրք եմ կարդացել, հանդիպել եմ դες մարդկանց, հիմա ավետարան եմ վերջ, ուզում եմ կարդամ քունս տանում, չեմ կամ կարդամ չեմ հասկանամ, մի ղեկավար ունեի մի տեղ աշխատում է, ինքը ամեն օր գիրք էր կարդում, այսպես հաստափոր գրքեր էր բերում, որի հաստությունում է 5 սանտի անգամ կլներ, 6 սանտի կլներ, մի քանի օրում վերջացնած, հա ինչ կա դրա մեջ, ես ինչքան հազարավոր գրքեր եմ կարդացել, մեկ էլ ասի մի հատ է գիրք տամ կարդալ, մեկ հատ է գիրք կարդալ ես սեր ինես, շատ գրքեր ես կարդացել, ասի տամ էտ էլ կարդա, բեր մինաս ճան ինչ այլ ես կամ կարդալա սենյակս նա իր կաբինետ գրքերի շարան, մի հատ նոր կտակարան տվի, անցր ամիս, 2 ամիս, ասում եմ, կյաներս էլի, իր աննով էի դիվում, ես ինչ ճան ասիցի, էտ գիրքի կարդում ես, սա բանով զոր տվել ես պետք կարդամ, ասի չես կարդում, բա ոնց իմացար չեմ կարդում, ասին դե ես բաներ կա, որ կարդաս հնարավոր չի, հարց չտաս, 2 ամսա մոտ տա, այդ գիրքը ունձի ոչ մի հարց չես տալիս, էդ ոնց էլ է, որ կարդում ես, այդ գիրքը կարդացողը հարցեր առաջանում մոտը, բայց դու ոչ մի հարց չես տամ, ասես ճիշտ ես, արի եթանք ես ցույց տամ, ասի տես ինչքան եմ կարդացես 2 ամսում, բացեց առաջին էջի թերթը, երկրորդ էջի վրա ասեց ստեմ կայն է,
Երկու ամսին, բայց երկ օր հաստապոր գրքեր կարդում։ Ասեց խոստովանում եմ, ասեց ճիշտ եմ ասում, այդ գրքեր վեճիշ չի, դնում եմ կարդում, այս գիրքերս վերցնում կարդում, քունս տանում, գրքի վրան քնում եմ, պատայլա օրեր առավոտինից եկել ասել լավ մի քիչ կարդամ ասում գործը։ Մեկ այդ զարդեմ տեսամ 5-ն արդեն, ոչ գործեր մեր կաբինետից մեջ քնվել եմ այսպես։ Բայց ո՞նց անեմ։ Չեմ կամ կարդամ, ինչ զարմանալի գիրք է, չեմ կամ կարդամ։ Ասում եմ չարը կապանք ունես, դու այ ստերեմ որ դու կապված ես։ Չարը չի թողում կարդաս։ Մի կինել գալիս է ժողովի ասում է վայ իսկականից էսի Աստծո տունն է։ Ո՞նց ես իմանում։ Ասում է գիշերը մահճակալից վրա շարժում եմ մեսյան քունը շիտա մենյանի ամբողջ գիշեր տանջում քունը շիտա։ Հենց գալիս եմ ստերեն ցեմ քնեմ մուշ այս կան Աստծո տունը մարդ հանգստանում է։ Այդ չի ման չարը քնցնում է որ ինքը խոսք չլսի։ Չփրկվի մարդը թվացյալ օրհնությունն է, էլի, բայց հակառակ դա օրհնություն չի։ Եթե ըստե զարդեր մնաս, այ մահճակալից վրա կքնես հանգիստ։ Դա փրկություն չի։ Պետք է մարդ անկեղծ լինես, լավ։ Եթե ազատ եմ, ուրեմն պետք է մեղք չգործեմ, եթե չարից մահից ազատ եմ, չարից ազատ եմ սատանայից, ուրեմն մեղքը մի հատ նշան է, որ ես անում եմ, թե չեմ անում։ Անկեղծ լի շատերը մեղքը ասում ես օգնելու համար իրանց, դրանց պայքարում են, դիմադրում են, մի օր մեկ այդ հաճախակի չարություն էր անում, չարություն, այդ տեղի հովիվի հետ 2 շաբաթ ընդ մնացել եմ, այդ տեղում մի անգամ շատ եմ գնացել, իհարկե մի անգամ 2 շաբաթ մի անգամ մնացի այդ տեղում, ասի արի ծոմ պահենք, այս մարդու համար աղոթք անենք, որ Աստված իրան ողորմություն անի, բացի, ազատի, ասեց համաձայն, պայմանավորվեցինք այդ առավոտ իրար հետ, որտեղ ես իրանց մոտ եմ քնում, իրանց տնեն եմ քնում, մի տուն, մի որ իրա տուն, վերջը տենց։ Ասի, արի ծոմ պահենք, աղոթք անենք, որ այս մարդը փրկվի, ազատվի, ապաշխարի, Տեր իրան այցելի, ծոմ պահեցինք, գնացինք, ոչ մեկ տեղակ չի, այդ ժամանակ հեռախոս բան չկար, գրպանի բան, այդ 92-3 թվերն էր, գուցե 4 տարին չեմ հիշում, կոնկրետ, վերջը գնացինք, ծոմով, որ աղոթք անենք, այս մարդու ժողով էր, այդ օրը կիրակի էր, ժողովի օր էր, գնացինք, մեկ է տեսնենք, հնա սկզբից մի քանի րոպե աղոթք ենք արել, մի աղջիկ մտեցա մեզ, ասում եմ տեսիք տեսա, Ուսում պատմեմ ձեզ, ասենք պատմի, առանձնացանք, այդ մարդու անունը տվեց, ում համար ծոմ ենք պահել։ Ասես տեսանք ձիու վրա նստած, հպարտ, մի հատ վահան կա ձեռքը։ Ասում եմ եկինք լույսա գցեմ, որ ինքը լուսավորվի տենա բան։ Ասում եմ այդ վահանով իրան ծածկում, որ լույսը իր վրա չգա։ Ծածկում է Աստծո ուղարկած լույսից, չի ընդունում։ Վահանով ծածկում է, իրան որ լույս իրա վրա չգցի, շատ դիպուկ օրինակ, հիմա այդենց շատերի ձեռը վահան տեսնենք, անգամ մեր մեջ նստածներից, Աստված ողորմություն, որ այդ վահանը են կոնկցեն Աստծո լույս գցի, այդ վահանը ոչ թե չարի դեմ են պայքարում, Աստծո դեմ են պայքարում, ոչ թե Աստծո ճանապարհ նետերն են փակում, այլ Աստծո լույսն են փակում իրանց դեմ։ Մեղք ասում ես, վկաներով, 3-4 հոգի վկասում, չէ, իրենք ոնց, ուզում է ֆռցնի, շատ եղել ջղայնացնում ասում, դու ինքդ կոպիտ ասես կույր ես, չես տենում, կամ էլ կեղծավոր ես, ձևանում ես, թե այդ մեղքը չկա, մեզ ուզում ես խաբես, քո կույրը վիճակով, մի բան, որ մեզ բացվել է, հայտնի է, էլ դու չես կարող մեզ փոխես, դու հասկանում ես, չես կարող ֆռցնես, մենք համոզում ենք քո ստին, Աստծո հայտնություն տվե, խոսքով իրա, լույս խոսքով, Աստծո խոսքը թողենք քո ստերին հավատանք, բայց ցավալի է, մեկ է տեսնես նեղացած գնացին, հələ որ նեղացած գնան լավ է, հետո զգում ես, որ արդեն թշնամություն են անում, սկսեն են չարախոսել, ստել, զրպարտել, ես կանեմ, ես արդար եմ, ես մաքուր եմ, անտեղ են ինձ հանդիմաներ,
Ամա դու քիչ անուս ժողովրդի առաջ կանգնեցնես իր մեղքին ասես ժողովրդի ասեք արդարա թե չէ։ Չես գնալով քեզ խայտարակում։ Կարծեցյալ ազատություն, բայց մարդ ազատ չի։ Մեկ ուրիշ հատված էլ կարդամ Հռոմեացիների գրքից 6-րդ գլխի 19-ից 23։ Մարդկորեն եմ ասում, ձեր մարմնի տկարության համար, մարդկորեն եմ ասում, այսինքն մարդկային օրինակներով եմ ասում, որ դուք եթե հոգևոր ձևով ասում չեք հասկանա։ Ձեր մարդկային տկարության համար, այսինքն որտեղ դուք տկար եք, չեք հասկանում։ Գիտեք ինչ, շատ ժամանակ մենք պետք է երեք եղբայրներին ասեցի, մենք պետք է իրոք որ քննող լինենք հասկանալ։ Ու շատ բարձ խոսքեր կա մեր առաջ, օրինակ, Տեր Հիսուսը շատերը կան լսում է, որ ինչ-որ իսլամից մեկը կանգնել է ու ասում է հարց տվեք, եւ այդ հարցերի մեջ ինքն էլ է հարց տալի, քրիստոնյաներն ասում են, դե ապացուցեք, որ Հիսուսն Աստված է։ Որ ապացուցում են, ասենք օրինակ Հիսուսը Էմանուել, Աստված մեզ հետ։ Ասում են, չէ, որ Հիսուս ասի, ես Աստված եմ։ Մի երկու համար բերում են, չէ, էդի Հովհաննեսն ասի։ Բայց Հիսուսի խոսքն է կրկնել, սկսում են խաբել, ֆռնցնել, բայց ուշադրություն դարձեք։ Մարդը պետք է գործից հասկանա։ Ինչ ասում, մարդկորեն եմ ասում, ձեր մարմնի տկարության համար, որ ինչպես ձեր անդամները ծառա ներկայացիք պղծության, ուշադրություն դարձեք։ Այնպես մարդկային օրինակներ, այնպես պարզ ձև ասում, որ հասկանանք, թե չի կարող հոգևոր բանով ձևով ասի, այս նույն միտքը չհասկանանք շատերս։ Համար որպեսզի հասանելի լինի, Պողոսն ինքն իր մասին ասում է, եթե մարդկանց առջև կանգնում եմ, ուզում եմ 5 խոսք խոսել անգամ, բայց հասկանալի լինի լսողին, ոչ թե բազում խոսքեր ու չհասկանան։ Այս չի որ շարենք, բաները մեկ-մեկ ասում են, ինչ ես այդպես խոսում։ Ասում ո՞նց եմ խոսում։ Շատ ժամանակ են գեղավարի ես խոսում։ Այս բառերը որ գրական բառեր կան, ես ինչեր կան։ Ասում գիտ կարդացել եմ այդ բառերը հիշում։ Կամ այդ բառերը օգտագործում, բայց ժողովուրդը առօրյայի մեջ ինչ խոսում են, ուզում եմ այդ լեզվով խոսեմ, որ հասանելի լինի։ Շարադրեմ կես ժամ, մեկ ժամ խոսամ, այնպես բառերը խոսքը հետո այդ հանց, այս բառն ինչ է նշանակում, այն բառն ինչ է նշանակում, ինչի սա պետք։ Ուրեմն Հռոմեացիների 6:19-ից 23-ը կարդամ, ասում եմ մարդկորեն եմ ասում ձեր մարմնի տկարության համար, որ ինչպես ձեր անդամները, այսինքն մարմնի անդամները ծառա ներկայացրեցիք պղծության եւ անօրության համար, նույնպես հիմա ձեր անդամները ծառա ներկայացրեք արդարության սրբանալու համար։ Այսինքն մարմնով մեղք ենք գործում, հիմա այդ դատարեք սրբություն գործեք։ Ձեռը չգողանա, գողանում էր հիմա թող բարիք անի, լավ բաներ անի, ոտը չար տեղ չգնա, բարի տեղ գնա, եւ ասում է էլի դեռ մի ասա, հա, հիշում եմ, ասում եմ մի քանի խմող ընկերներ կային, տարբեր գյուղերից հավաքվում էին իրար հետ, փողին հավաքվում իրար վրա դնում են խմել, խմամի մի օր դնում են մի գյուղի ընկերը չկա, մի շաբաթ չկա, երկու շաբաթ, 3 շաբաթ, ասում կարող է մեռել է խաբար չենք, հələ գնանք, հարցնենք, որ գնում են իր ձին ճանաչում են, դնում են ձին մի հատ օտար տանից, իր դռան առաջ, օտար դռան մոտ կայնած, մեկ էլ բան են անում, ասում են մտնենք, ինքը ուրեմն ստեղ կլինի, մտնում են տենում են, այդ իրաց ընկերը ինչ-որ բան է վկայում, աստվածյա գործ արի իր կյանքում, ինքը կանգնում է ժողովրդի առաջ, վկայում ավոր սեն, ասում է ձին Իրանն է, դեմքը Իրանն է, բայց ինքը չի։ Ասում մեր ընկերը սենց բառեր չուներ, սենց խոսքեր չուներ, սենց թեմա չուներ, շատ նման է, մեկ էլ սպասում են դուրս է գալի, ասում են ախպեր ջան, մենք մի հատ ընկեր ենք ունեցել, քո նման, ճիշտ
կա օրախորտեղն ես, աղբերն ես, ինչ ես նման ես, էլի ասում հա, եկել են մեր ընկերոջը ման գալու իրա ձին ենք տեսել, եկել են ասում չի։ Ասում հա, ճանաչում ձեր ընկերոջը։ Ասում բա ուր է ինքը, ասում մեռել է։ Ոնց մեռել է, վայ, բա մեր սխի չեն ասել, բան, պարզվա ինքը իրա հին մարդու մար ասում, մեռել է, նոր մարդ եմ ես, առաջ հանցանքի գործում, ասում ապաշխարել եմ, ապաշխարիմ հինը մեռ է, էլի ալկաշի չեմ։ Ասում ձիսել է ապաշխարել։ Ասում ոնց ձիտել է ապաշխարել։ Ասում առաջին ձի տանը խմելու տեղերը, հիմա տանը եկեղեցի։ Ճամփե փող է իրա, ոտերը էլ չար տեղ չեն գնում, բարի տեղեր են գնում։ Ասում ձիսել է ապաշխարել։ Դրա համար ասում ձեր մարմինները օգտագործեք, արդեն ոչ թե վատ տեղեր գնալու, անելու, այդ ձեր մարմին անդամները օգտագործեք բարի բաների համար։ Էսի դառնում է, որ դուք սրբանում եք, աշքերը առաջ չար բանի գնայեմ, հիմա դες չնի, ոտը, ձեռը, ամեն ականջը չար տեղի ինք տանում, մի դուր է չար բաներ լսելու, այդ ֆիլմերը դու չգիտեմ ինչ է, ամա մաքուր բաներ լսի։ Եվ ասում է, որովհետև երբ որ մեղքի ծառայեիք, ազատ էիք արդարությունից։ Ինչ պետք է ունեք այդ ժամանակ, երբ որ ազատ եք արդարությունից, մեղքի ծառայեիք։ Որտեղ ասում է, ով մեղք է գործում, մեղքի ծառա է, չէ։ Ասում է, որոնց համար հիմա ամոթ եք քաշում։ Որտեղ նրանց վերջը մահ է։ Ասում այդ մեղք գործելու վերջը մահ է։ Այնեն մահը խոսում է Պողոսի թեմայի մեջ չեմ ուզում երկար կարդալ, մահը խոսում է հավիտյանական տանջանքի վայր, երկրորդ մահ, որ ասում է Սուրբ Գիրքը։ Հավիտյան տանջանքի վայր է տանում մեղք գործելը, բայց հիմա որ մեղքից ազատված եւ Աստծո ծառա եղածեք, ձեր պետք ունեք սրբանալու համար եւ նրա վերջը հավիտենական կյանք է։ Արդարության մեջ է վերջը հավիտենական կյանք է եկել Քրիստոսով։ Բայց եթե մեղքից ծառայես, հավիտենական տանջանք է առանց Քրիստոսի արդեն։ Եվ վերջում ամփոփում եմ, որովհետև մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհք հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Այսինքն մենք շատ ժամանակ մեզ թվում է թվացյալ ազատություն, բայց իրականության մեջ հեչ ոչ մի բան չունի մեղքի ծառա, ստության ծառա, մարդը բերանը սովորացրել, սուտ, իհարկե որ ասում ենք, մարդը պետք է հոգանի, Աստծուն դիմի, աղոտ քանի, մարդիկ կան շատ բռնված են ինչ-որ բաներից։ Մի օր մի քաղաք գնացի, նոր ապաշխարել եմ, ես էլ ասեմ ու աղոտ կանենք։ Նոր ապաշխարել եմ, գնացել եմ Չիտա։ Գնացեմ հյուրանոցում քնում եմ, մենակ եմ այդ սենյակում, մարդ չկա, շատ մի քանի հոգու տեղեր, բայց մենակ եմ։ Աղոտ եմ անում, նեղված, ասում Տեր Աստված, չէ՞ որ ես քեզ եմ հավատացել։ Այնց արա, որ ես ընդհանրապես մեղք չգործեմ։ Ես ինձ բռնում եմ եկել ինչ-որ մեղքի մեջ, տես ասում, չնուրբացն ասում, շեղումի, սխալի, շատերը ասում, հա, սխալ եմ արել, հպարտությունից ուզում են ծածկվեն, սխալ անվան տակ, մեղքի անունը դնում են սխալ։ Էդի նման է ոնց որ թույնի վերեն գրենք կոլա, կամ էլ ջուր, ավելի վտանգավոր է այդ դառնում։ Խմես ու կմեռնես, ավելի գրի թույն, որ իմանաս թույն այլ չանես։ Մեղքի անունը շազան մարդիկ գան ասում, ինչ ես սենց արել, ասում, սխալվել եմ կներեք եղբայրներ, ասում, մեզի չէ, Աստված քեզ պետք է ների նախ, բայց դա սխալ չէ, մեղք է, դու հասկանում ես, մեղքի անուն չէ սխալ կոչում, շփոթվում կոչում, չհասկանալ կոչում, միամիտ արեցի, այդ չես խոստովանում, որ կապանքի մեջ ես, Հիսուս ասեց, խոստովան ինձ արի, որ ազատվես, մարդու որդին, որ քեզ իր համար է ասում, տվյալ պահին մարմնի մեջ էր, քեզ ազատի, դու ազատ կլինես։ Եվ աղոթեցի Տեր Աստծուն ինձ արա, որ ես կատարյալ ազատ լինեմ մեղք գործելուց, ընդհանրապես մենակ սրբություն գործեմ, մենք այդ ժամանակ քնեցի ամենատեպս երազ եմ տենում, ոտից գլուխ փշեր են վրես, գլխից ես վերև, միջը ոտից տակն է փշեր են։
Կան կալոր փշեր, կան մասուրի փշերի նման վարդերի, որ թեք խրվել է, կա ուղիղ փշեր կան, չէ՞ որ ասեղի նման, ուղիղ խրվե, ամբողջ մոտ ցավում է, ես էսենց եմ անում, քաշում եմ, գցում եմ, կալորներ կան, որ հեշտ է, ես կպնում եմ, թե չէ, փոկում եմ գնում է, վերջը ինչ որ չափով հանեցի, ասես տեսա մի հատ մեծ, կեռ, փուշ, ուղիղ սրտս է մտել։ Ոնց անեմ, հիմա ուզում եմ քաշում անում, ցավմա թողում եմ, ուզում հոնեմ ցավմա, չեմ կարող, մեկ էլ պատկացեք, ինքան իրական է, որ զարթնեցի այդ ցավից, զարթնեցի, չեմ կարող հանեմ, մեկ էլ պարզ Սուրբ Հոգին հետս խոսեց, ասես դու աղոտ քեզ անում, որ ընդհանրապես մեղք չգործես, ես կարամ ընենց անեմ, որ ընդհանրապես մեղք չգործես, բայց իմ համար առաջին էսա, որ դու հասկանաս, ճանաչես ճշմարտությունը։ Եթե քեզ մի անգամից մաքրեն, դու վաղ գլուխ կգովաս, կհպարտանաս, կաս տեսեք մեղանչողների վրա, էլի կաս տեսեք, ես ոնց եմ ինձ սրբե, ոչ մի մեղք չեմ գործում, դրա համար ինձ հաճելի չի մեղքը, բայց թվում է դրա մեջ ինչ-որ ժամանակ որոշ տեղեր, որ դու հասկացողություն ձեռք բերես, որ դա քո զորությամբ չի։ Բաներ կա ոնց է փշերը, կպնում էր թափում էին, հեշտ հանում էր, փշերը կա որ չէր կանում։ Մեր սիրտդ մտած փուշը ինչ որ քո կյանքում ուժեղ է ստեղ տվե, էտա ես չեմ ծխե, խմելու հետևից չեմ գնացել, ասես քոնը ուրիշ է այդ փուշը, մեկինը սիգարետն է, մեկինը խմիչքն է, այն մյուսինը սուտ ասելն է, այն մյուսը էսա։ Դրա համար պետք է ջանք անեք, որ ազատվեք, ես ձեզ կազատեմ, եթե ձեր ջանքը տենամ։ Փառք տվի Աստծուն իհարկե, շնորհակալություն հայտնես, որ պարզ մանկական օրինակը ոնց է Պողոս ասում, մարդկային օրինակով են խոսում ձեր հետ։ Ինձ բացատրեց, որ ոնց է։ Դրա համար երբ որ մեղք եք տեսնում, այո, մեղք է քեզ ասվում, լսի։ Եվ այնպես չէ, որ քեզ ասիկ դու էլ վերջ ազատվեցիր, չէ, քո ջանքը պետք է, եթե ջանք չանես, ինչով է երևելու Աստծուն ընտրած եւ չընտրած մարդիկ։ Քո ջանքն է ցույց տալիս, որ Տիրոջ ճանապարհը ընտրել ես ամեն կերպով դու պետք է Աստծո կամք կատարես, էսա։ Չկոտրվես, շարունակես պայքարել մեղքի դեմ։ Եվ Աստված մի սիրուն կտեսնի, sense մի օրինակ, մի հատ էլեկտրիկ կար, մի 8-10 կիլոմետր ժողովի օրերին ոդկով, այդ ժամանակ մեքենա չկա, ոդկով գնում էր ժողովի, ամեն ժողովներին, շաբաթը 2 անգամ կներ 3, գնում էր, մի օր էր ճիշտ չի անում, իրան չի կապում, օրենքով պետք է կապի, բարձրանում է սյունի վրա, հոսանքի գործ անելու, ու ընկնում է վերևից, ընկնում է մերձի մոտ տանում են հիվանդանոց, բայց հայտնություն անում, Աստված ասում է, ես իրան կբժշկեմ, որտեղ ինքը այդ ամեն անգամ այդքան ճանապարհ ընտրել է իմ համար այդքան նեղություն քաշելու, ոչ թե նեղություն քաշելու համար, բայց դա իր ընտրությունն է ցույց տալիս, որ Տերը ասում է, ես իրան կբժշկեմ ու հրաշքով բժշկվում է։ Ուրեմն, այո, Աստված շատ ժամանակ սպասում է քո ջանքին, քո ընտրությանը, քո քայլին, ոչ թե 1-2 մի քիչ հալածանք ելավ այն ճանապարհի չէ քարերի մեջ ընկած սեմի նման, նեղություն ելավ խոսքի համար թողեցին, բայց ոմանք էլ հալածանք էլ տեսան, նեղություն էլ տեսան, բայց ինձ բռնին չթողեցին այդ ճանապարհը Աստծո։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն եթե մեկը մեղք է գործում, ինքը ավելի մեծ կապանքի մեջ է, քան ազատազրկված մարդը։ Մարդը ազատազրկման տեղում կարող հոգի մահից ազատվի։ Այսինքն Հիսուսին ընդունի ավետարանական մահից տառապանքից ազատվի։ Դի ժամանակավոր է, կգա ժամանակ ինքը դուրս գա, դա չի մնա։ Բայց մեղքի մեջ լինողը շատ ժամանակ մարդիկ մեղքի վնասը չեն կամ
պատկերացրեք ինչպիսի մեծ չարիք կա, շատ բան մենք չենք հասկանում, դե լավ մեղանչեց։ Իրավունքն ու մեղքը չենք հասկանում, դրա համար տենց ենք խոսում։ Ինչպիսի մի մեծ հանցանք է, որ դրա համար Ադամ ու Եվա վռնդվեցին երկրավոր դրախտից։ Ու եկավ այն հավիտենական մահվան սերմը, մեղքը։ Մահը տիրեց մարդկությանը։ Ինչ դառնություններ մեղքը բերեց այս աշխարհին տեսնում եք։ Պատերազմներ, հիվանդություններ ու ամեն չարիք, որ բոլորը մեղքի պատճառով է։ Տերը ձեզ պահի։ Աղոթք անենք, վերջացնենք։